Շարունակում ենք ծրագիրը եթերում ERT-ի նորություններն են եւ ինչպես գիտեք արդեն եւ սպասում եք հաղորդման այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե այսօր տոն է ցնծություն։ Չենք կարող այդ չանդրադառնալ դրան, իհարկե մենք առուսակի հետ խոսեցինք այդ մասին։ Արմեն, դու որպես պատմական ավարտած եւ այլն, մեզ խնդրում եմ 18 թվականից մինչեւ այսօր այդպես կարճ ճամփորդություն կանես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ այդ անկախանալուց հետո։ Որ մասնա կոնկրետ հետաքրքիր։ 18 թվականին մենք քրտինքով, զոհերով եւ այլն դարձանք հանրապետություն։ Եթե չեմ սխալվում, դաշնակցական ղեկավարությամբ, չէ՞։ Այո, դա Բաթումի պայմանագրով ըստեյության եղավ։ Առաջին հանրապետությունը։ Այո, մենք նշում ենք մայիսի 28-ը, բայց Բաթումի պայմանագիրը, եթե չեմ սխալվում, հունիսի 4-ին կնքվեց։ Ուրեմն եւ իրականում մենք Սարդարապատի այսպես հաղթանակի Բաշապարանի եւ այդ հերոսամարտերի արդյունքում ենք 28-ը դնում, բայց իրականությունը այն է, որ ըստ էության հունիսի 4-ին Դե լավ, այդ մի երկու օրը չէ, իրականությունը որն է, որ ըստ էության անկախությունը ստացանք մենք Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքում, բայց գնալով սարսափելի եւ վատ զիջումների, շատ վատ։ Մենք համարյա 10-12,000 քառակուսի կիլոմետր տարածքում ստացանք անկախություն, միաժամանակ հաղթելով 3 հերոսամարտերից 2-ում։ Այսինքն գիտեք, որ մենք Վանաձորում այսպես պարտվեցինք, բայց Վանաձորի ուղղությունը Խնձորեսկներ, չէ՞, Չէ, Վանաձոր, Բաշապարանն ու Սարդարապատում հաղթեցինք, Վանաձորում պարտվեցինք, բայց Վանաձորի ուղղությունը թուրքերին հետաքրքիր էր, իսկ Վանաձորով իրենք Հայաստան, Երևան չէին գալիս, իրենք Վանաձորով լուծում էին Վրաստանի եւ Ադրբեջանի հարցերը։ Իսկ հիմնական հերոսամարտերը, որոնք թույլ տվեցին թուրքերին թույլ չտալ, որ մտնել ուրեմն Հայաստան, այսինքն Երևան կներեք, դա Սարդարապատի հերոսամարտներ։ Արի մի պահ պատկերացնենք, եթե պարտվեինք այդ բաներում, ինչ կլինի, չէ, գոյություն չէր ունենա Հայաստանի Հանրապետություն։ Տեսեք, այստեղ շատ դժվար հարց է, որտեղ մենք գիտենք, որ դրանից շատ կարճ ժամանակ անց Թուրքիան պարտվում է, ուրեմն առաջին համաշխարհային պատերազմում, իսկ մենք համարվում էինք այսպես ֆորմալ Անտանտի դաշնակիցը։ Եվ դուք գիտեք, որ Այո, եւ դուք գիտեք, որ բրիտանացիները եկան Հայաստան եւ օգնեցին մաքրել տարածքը։ Չէ՞ որ բրիտանացիներն են օգնել Հայաստանը այն սահմանը, այսինքն Մուդրոսի պայմանագիրը եղավ, հետո Սան Ստեֆանոյի պայմանագիրը եղավ, դրանից հետո վերջնական Սևրը եղավ եւ այլն։ Բայց իրականում ամենաառաջինը, եթե հիշողությունս չի դավաճանում, ուրեմն Մուդրոսի պայմանագիրն էր, որով դրանից հետո արդեն թուրքերը ընդունեցին իրենց պարտությունը եւ բրիտանացիները եկան ու սկսեցին օգնել այդ տարածքները, այսինքն թուրքերը դուրս չէին գալու։ Այդ այնպես չի, որ իրանք ինքնակամ կդուրս գային, հա։ Դրա համար բրիտանացիները եկան ցույց տալով, որ իրենք եկել են իրենց դաշնակցի տարածքը եւ պահանջում են հետ գնալ։ Այսինքն, եթե թուրքերը վերցնեին այդ պահի դրությամբ անգամ Երևանը, ես չգիտեմ ինչ տեղի կունենան, բայց ենթադրաբար էլի նույն պայմանագրով էլի բրիտանացիները կգային եւ էլի այդ ամեն ինչը տեղի կունենար։ Բայց գիտեք ինչ, եթեներով խոսել պատմության հետ կապված մի քիչ դժվար է։ Երբեք չգիտես թե ինչ կարող է լինել։ Այստեղ շատ բարդ է։ Եվ իմիջիալոց հետագայում էլ բրիտանացիները ամեն ինչ արեցին, զինեցին Հայաստանի բանակը, հագցրեցին, կապեցին, սնունդով ապահովեցին, շատ օգնեցին, բայց մենք ըստ էության գիտեք, որ Կարսի բերդը ամրացրեցին, ուրեմն օգնեցին հայկական բանակի վերապատրաստման հարցում, բայց իրականում Աթաթուրքի եւ բոլշևիկյան ուժի դեմ չկարողացավ դիմակայել եւ Քարոզչականի դեպ շատ մեծ նշանակություն ունեցավ։ Ճիշտ է ասել է, որ բոլշևիկները գրավեցին Հայաստանը։ Այո։ Հա։ Այո, միանշանակ։ Բայց մենք էլ բոլշևիկներ ունեինք, որ կողմնակից էինք։ Եկեք չմոռան, իհարկե, դա հենց այդ եմ ասում, Քարոզչականը։ Այսինքն մեզ իրականում, տեսեք, ես էլի չեմ սիրում եթեներով խոսալ, բայց եթե հայ ազգը իրոք ամբողջությամբ 100%-ի մեջ նվիրված լիներ անկախությանը, որովհետև շատ թեմաներ կա, որ Կարսում ինչի չկռվեցին, հա, որովհետև Կարսի բերդը բավական թուրքերը դա գրավելու համար ահռելի զոհեր պետք է տային։ Ամեն, բայց արի չմոռանանք նաև, որ այդ ժամանակահատվածում ժողովուրդը գրեթե կիսասոված էր, այսինքն ահավոր պայմաններ էին, էլի։ Չէ, այստեղ շատ հետաքրքրական այն է, որ շատ պատմագրության մեջ նշվում է, որ բոլշևիկյան քարոզչությունը թուրքերին օգնեց։ Այո, թուրքերին օգնեց եւ ըստ էության չմոռանանք, որ այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանը երկու կողմից էր հարձակման ենթարկվում։ Մենք երևի չենք մոռանում, չէ՞, Սյունիքի մարտերը Գարեգին Նժդեի 11-րդ Կարմիր բանակի դեմ եւ միաժամանակ մենք Աթաթուրքի կողմից ուրեմն հարձակման ենթարկվեցինք
ուրեմն այս մյուս կողմից։ Այսինքն ըստ էության ճիշտ ասած ես էլի չեմ ուզում այսպես ասել, որ ինչ կլիներ, որովհետև չգիտես, որովհետև ըստ էության երկու հսկայական տերության դեմ չես կարող ասել ինչ կլիներ։ Ուրիշ հարց ունեմ Արմեն։ Մեր բնակչության քանակը ընդամենը 10 թվականին 700,000 էր, կես միլիոնից պակաս, տարածքնել մոտավորապես այսօրվա տարածքի կեսը։ Ոնց եղավ, որ այդ տարիների ընթացքում մեր թե տարածքը ավելացավ եւ թե բնակչությունը այդքան եռապատկվեց։ Բնակչության քանակի հետ 700,000 նայել եմ այսօր։ Դե այսպես տարբեր բաներ կան։ Դե լավ, 1 միլիոն թող լինի։ Բայց ուրեմն տարածքի հետ կապ, այսինքն որ նկատի ունեք շատ փոքր էր 18 թվականին տարածք համատած այսօրվա տարածքի։ Դե գիտեք ինչ, սենց ասեմ, հիմա եկեք մի օրինակ բերեմ, Ուզբեկստանը մոտավորապես 10 միլիոնանոց, 5-ից 10 միլիոնանոց ժողովուրդ էր։ Մինչև 10 միլիոնանոց, եթե հիշողությունս չի դավաճանում։ Մի քիչ էսկո, մի քիչ ենկո ներողություն այդ թվերը, հիմա Ուզբեկստանը սովետական միության փլուզումից հետո, հիմա Ուզբեկստանը 30 միլիոնից ավել է։ 30 միլիոնից ավել է։ Այսինքն, եթե չի լինում պատերազմներ, եթե քիչ թե շատ երկիրը նորմալ է, դա էլ հարաբերական է, հա, մի երկրում երեխա շատ են ունեմ, երբ որ լավ չեն ապրում, մի երկրում երեխա ուրեմն չեն ունեմ, երբ որ լավ են ապրում, չես կարող ասել։ Դա ըստ ազգի մտածելակերպի մենթալիտետը եւ շատ տարբեր բաներ կա այդտեղ, հա։ Հետևաբար տեսեք, այո, դե բնականաբար տեսեք, եթե հիմա չլներ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ այդքան մենք տղամարդ զոհ չտայինք երկրորդ համաշխարհայինում, վստահաբար շատ ավելի մեծ կլներ մեր ազգը, հա։ Երբ որ չի լինում պատերազմ երկար ժամանակով, բնական աճ է տեղի ունենում։ Սրա մասին է խոսքը։ Տարածքը ինչի հաշվին ավելացավ Արմեն։ Մեր տարածքը 18 թվականին համեմատած։ Չէ, տարածքը ավելացավ հենց 18 թվականից հետո։ Հա, այդ եմ ասում։ Այսինքն դա ավելացավ առաջին համաշխարհայում Թուրքիայի այդ եմ ասում, Թուրքիայի պարտության պատճառով, որից հետո Անտանտի երկրները պահանջեցին վերադարձնել, չէ, Արևմտյան Հայաստանի տարածքները Հայաստանին, բրիտանացիները եկան, օգնեցին։ Այսօրվա որ տարածքներն են դրանք մոտավորապես։ Թուրքիայի Չէ, մեր որ հիմա մենք չունենք այդ տարածքները, մեր ձեռքից վերցրեցին այդ տարածքները։ Ես կարդացի որ 18 թվականին, երբ որ հռչակվեց առաջին հանրապետությունը, հիմա թիվը չեմ հիշում, բայց մոտավորապես տարածքը կեսի չափ էր, ինչ որ հիմա մենք այսօր ունենք։ Չէ, հիմա կրկնակի ոնց որ տարածքը հասկացա ինչի մասին եք ասում, մենք հաջորդ մասում շարունակենք, որտեղ մեզ ազդարում է ժամանակը սպառել։ Բայց հաջորդ մասում շնորհանանք նաև Պարոն Թրամփի եւ Պուտինի մասին խոսել։ Հիմա մեզ մոտ գովազդ, վերադառնանք շատ արագ ու շարունակենք զրույցը։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Արմեն ուզում էր միտքդ ավարտել։ Այո, հարցին պատասխանեմ, ես հասկացա ինչ նկատի ունեք, մինչև այդ Հայաստանը որպես այդպիսին միջազգայինորեն սահմաններ չի ունեցել, որովհետև դուք գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանը բաժանել էր գուբերնիաների, տարածքի մի մասը այսպես ներառել էր վրացական գուբերնիաների մեջ, մի մասը ադրբեջանական, ուրեմն եւ ըստ էության որպես այդպիսին այդ 18 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ Հայաստանը գծված միջազգային սահման չի ունեցել, որ իմանանք քանի քառակուսի մետր ասենք։ Բնականաբար այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը հիմնականում դա դաշնակցությունն էր, հիմնականում շարժիչը իրանք իրենց մտքում ունեին պատկերացումները, թե ինչքան է Հայաստանը, հա, այնտեղ գիտեք այդ ժամանակ եւ ախալքալակի, ախալցխայի համար, հա, եւ ուրեմն անգամ վրացիները հավաքնում էին Լոռու մարզի վրա, այսինքն հենց այդ ռուսական ստոր կեղտոտ բաժանման արդյունքում հաջողվեց նաև մեր հարևաններից էլի մեծ տարածքներ փոկել։ Եվ երբ որ պատերազմը եղավ,
Եվ այսինքն ըստ էության խոսքը հայաբնակ տարածքների մասին, որ մտան Հայաստանի, ներկայիս Հայաստանի տարածք, դուք գիտեք Ալեքսանդրապոլը վերցրել էին, այսինքն Հայաստանը ըստ էության էլի ես ներողություն եմ խնդրում, ուղղակի ես պրոֆեսիոնալ պատմագիտությամբ չեմ զբաղվում, բայց որքանով հիշողությունս չի դավաճանում, Հայաստանի 10,000 12,000 քառակուսի կիլոմետր մոտարապես, չգիտեմ, Երևան, Սևանի ավազան մոտարապես շատ փոքր տարածք էին թողել Հայաստանին, ուրեմն եւ մնացած ամբողջը թուրքերը հավակնում էին դրա վրա եւ ստիպեցին Հայաստանին հրաժարվել շատ տարածքներից, այսինքն որպես այդպեսին ոչ թե Հայաստանը աճել է, այլ պակասել է։ Աճեց, երբ որ պարտվեց Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմում, որից հետո երբ որ վերադարձվեցին Արևմտյան Հայաստանի ուրեմն նահանգները, Հայաստանը մեծացավ, ընդլայնվեց մինչև նորից ռուս-թուրքական դաշինքը, որը ոչնչացրեց առաջին հանրապետությունը ըստ էության։ Բայց մի բան ասեմ, կարևոր, սա էլ է կարևոր, առաջին հանրապետությունը կարևոր էր ինչով, եթե մենք չունենայինք առաջին հանրապետություն, մենք սովետական միության մեջ կարող էր ռեսպուբլիկա չլինեինք եւ ըստ էության կարող են, այսինքն անկախ նրանից ինչ ոնց վերաբերվենք դաշնակցության կառավարմանը, չնայած իմ պապս բարեբախտաբար հասցրել է ինձ պատմել այն այլանդակությունները, որ տեղի են ունենում, չգիտեմ, սկսած այդ մաուզերիստներով, սովով, համաճարակներով, անտարբերությանը բնակության նկատմամբ կոռուպցիայով, այդ ամեն ինչը իմ պապս հասցրել է ինձ փոխանցել, բայց ուրեմն ամեն դեպքում դա տոն է մեզ համար, որովհետև ըստ էության 20-րդ դարում Հայաստան պետություն հայտնվեց համաշխարհային քարտեզի վրա, որը հետո հիմք տվեց դարձնել ռեսպուբլիկա, հանրապետություն սովետական միությունում, հետո արդեն այդ սահմաններով այո։ Լավ էր ճամփորդությունը մի քանի տարվա ընթացքում, հիմա գանք մեր պարոն Թրամփին, ուրեմն Մեդվեդևը մեջ բերելով Թրամփի գրառումը, թե Պուտինը կրակի հետ է խաղում, արձագանքել է։ Միակ իսկապես վատ բանը երրորդ համաշխարհային պատերազմն է։ Հուսով եմ Թրամփը դա հասկանում է։ Հիմա այս ինչքան կարող է Ռուսաստանը վախեցնել, չէ՞, բան Արմեն։ Բայց ուրիշ բան չի մնացել իրանց։ Հա։ Ուրիշ բան չի մնացել։ Թրամփը ասեց, չէ՞ որ դուք կրակի հետ եք խաղում եւ Ռուսաստանը կոչնչացնեք, եթե պահանջեք ամբողջ Ուկրաինան։ Արմեն կներես, բայց գիտեք ինչի նման է, երբ որ ասենք մեկը պատանտներ է վերցնում ռումբով եւ ասում է ինձ էլ կպայթեցնեն պատանտներն է, հիմա Պուտինը ամբողջ աշխարհը պատանտա տենց վերցնում, ասում ատոմային ռումբը գցեն, մենք էլ կվերանանք, դուք էլ կվերանաք։ Այդ ատոմային ռումբի վիճակը բազմիցս խոսել ենք, իրենց կարողություններն էլ շատ կասկածելի են, ուղղակի քանի որ իրենք հասկանում են, որ իրենք պարտվում են։ Բայց միլիոնավոր մարդկանց սպանելու բավական են, չէ՞, այդքան ատոմային ուժ ունեն կարծում եմ։ Ոչ մեկ չգիտի։ Տեսեք, ոչ մեկ չգիտի։ Հերոսիմայի ռումբի չափ էլ չունեն։ Չէ, ռումբ ունեն, հարցը ինչ վիճակում է այդ ռումբերը։ Այսինքն այստեղ բազմաթիվ հարցեր կա, մենք այդ չէ, դե գիտեք ինչ կխփեն, չեն խփի, ինչ վիճակում է, կհասնի տեղ, չի հասնի տեղ, կկարողանան ուղղակի թռնեն, չեն կարողան, այդտեղ բազմաթիվ հարցեր կա, էլի, հաշվի առնելու վիճակը։ Ես ուրիշ բան ասեմ։ Այսօր Թրամփը խոսած, որ ուրեմն ամենավերջին նորությունն է, այսինքն տեսեք, միշտ էլ Ռուսաստանը սովետական միությունից սկսած սպառնացել է երրորդ համաշխարհային պատերազմ, որ զիջումներ կորզի, որտեղ ուրիշ զենք չունի, այսինքն ստեղծության իրենք ասել եմ ստրատեգիական պարտություն են կրել, եւ սա Ռուսաստանի վերջն է իրականում, եւ իրանք փրփուրներից են արդեն կախվում։ Եվ Թրամփը այսօր ասաց, որ խոսեց եւ ասաց, որ եթե ռուսները, իհարկե, այստեղ հակասական բան կա, մեկ ասում է, որ դա իմ պատերազմը չի, մեկ էլ ասում է, որ եթե ռուսները չգնան, մեզ ասма ֆռացնում են, այդ դեպքում մենք այլ միջոցների կդնենք, բայց չասեց ինչ միջոցների կդնենք։ Եվ գուցե պատժամիջոցների, եւ ասեց մենք չենք թույլ տա, այսինքն այս Ուկրաինայի ռմբակոծությունները իրան դուրս չի գալիս, մի քանի անգամ ասեց, որ դա ինձ դուրս չի գալիս, եւ ասեց մենք չպետք է թույլ տանք դա, այսինքն գիտեք ինչ, ընդհանուր առմամբ խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը փորձում է հիմա շանտաժի միջոցներով, հիմա էլ իբր թե հարձակման նոր զորքեր կուտակես, վարչին ճիքերն հավաքի, քանի մի երկու տեխնիկա էլ մնացել է, փորձում է այսպես ցույց տա, որ ինքը նոր հարձակում է ձեռնարկում, իբր թե իր դիրքերը ամրապնդելու համար, բայց մենք բոլորս հասկանում ենք եւ Թրամփը մոտ 2 շաբաթ ժամանակ տվեց, սա էլ ասեմ իր ամենակարևոր տեղեկություններ, չնայած Իրանի մասներ կար տեղեկություն տարկիր, բայց շահեք հասցնի վաղ խոսենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը սիրելիներ այսօրվա համար կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։